Լավ, բարի լույս, ողջունեմ ձեզ հոր եւ որդվո եւ Սուրբ Հոգվին անունով, բարի եկած եք Աստված բաշխելու, Քալիք գիրագին համբարձման գիրագի է քրիստոնեական դարեցույցին մեջ եւ մենք իբրև քրիստոնյաներ չենք տոներ մի անձնունդ եւ կամ զադիկ եւ հարություն, այլ գտոնենք բոլոր դերոջ կատարածները, ուրեմն գտոնենք համբարձում այսօր պիտի անդրադառնանք անոր մասին եւ համբարձման խորհրդին մեջ Աստծո մեծությունը, որ իր որդին իրկով կգանչե եւ իր աջ կողմը կնստեցնե, ապա անոր քերիշխան գնե, որ լաթադավոր ամեն ինչին վրան դիեզերքին մեջը ստեղծվածներուն եւ բոլորս կխոնարհենք եւ կբաշխենք անոր։ Ադ հոգիով է, որ այսօր գուքանք հասկանալու իրեն մեծափարությունը եւ մեծությունը եւ մեծավայելչությունը, որ մեր դերը ունի, որ Աստված իրեն բարձրացուց եւ իր աջ կողմը նստեցուց։ Ուրեմն ադ իմաստով պիտի գարտամ այսօր Սաղմոս թիվ 47-ը եւ հայերենով եւ անգլերենով։ Խնդրեմ ոտքի անոնք, որոնք կրնան գենալ Աստծո խոսքին համար, արի երկյուղ Աստծո։ Լսենք Աստծո խոսքը հավատքով երկողացությամբ։ Ձապ զարգեք ժողովուրդներ, ցնծության ցայնով Աստծո աղաղեցեք։ Վասնզի դերը բարձրյալ եւ ահարգու է, բոլոր երկրի վրա մեծ թագավոր է։ Ժողովուրդները մեզի կհնազանդեցնե ու ազգերը մեր ոտքերուն տակ կտնե։ Ընտրեց մեզի մեր ժառանգությունը, Հակոբին փառավորությունը, որ ինք սիրեց։ Աստված ցնծությունով վեր ելավ, դերը փողի ցայնով։ Սաղմոս երգեցեք Աստծո, Սաղմոս երգեցեք, Սաղմոս երգեցեք մեր թագավորին, Սաղմոս երգեցեք, վասնզի Աստված թագավոր է բոլոր երկրի վրա, երգեցեք անոր, Աստված ազգերուն վրա կթագավորե, Աստված կնստի իր սուրբ աթոռին վրա, ժողովուրդին իշխանները հավաքվեցան Աբրահամին Աստուծոն ժողովուրդին հետ, վասնզի երկրին ասպարները Աստուծույն են, ինք խիստ բարձրացած է։ Clap your hands, all you nations, shout to God with cries of joy. For the Lord Most High is awesome, the great King over all the earth. He subdued nations under us, peoples under our feet. He chose our inheritance for us, the pride of Jacob, whom he loved. God has ascended amid shouts of joy, the Lord amid the sounding of trumpets. Sing praises to God, sing praises to our King, sing praises. For God is the King of all the earth. Sing to him a psalm of praise. God reigns over the nations. God is seated on his holy throne. The nobles of the nations assembled as the people of God of Abraham. For the kings of the earth belong to God. He is greatly exalted. Եկեք այս հոգիով սկսենք մեր պաշտամունքը, երգելով մեր առաջին երգը փառաբանության, եկեք միանանք։ Մեկ ցայնով, մեկ հոգվով, փառաբանենք Տերոջ անունը, անմեզ գբահե փառիկներ գշնորհե, առանց իրեն կյանքը ոչինչ չէ, ինքն է աղբյուր կյանքի ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոս է իր անունը, եկեք միանանք, մեկ ցայնով, մեկ հոգվով, փառաբանենք Տերոջ անունը, եկեք, ձապսարնենք, բարձրացնենք մեր Տերոջ անունը, անարժանի է մեծ փառքի ու բակվի, հալելույա փառք Տերոջ, անարժանի է մեծ փառքի ու բակվի, հալելույա փառք Տերոջ։
Ամեն։ Պիտի ընթերցենք փոխասած ընթերցում թիվ 15 համբարձում։ Զանոնք մինչև Բեթանիա հանեց ու իր ցերկերը վերցնելով օրհնեց Զանոնք։ Երբ Զանոնք կորտներ, զատվեցավ անոնցմե ու վեր գելլեր երկինք։ Ով կալելացի մարդիկ, ինչու գայներ թեպի երկինք կնայիք, այս Հիսուսը, որ ցեզմե երկինք համբարձավ, այսպես պիտի կա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Վասնզի մեզի ճիշտ այսպիսի կահանայաբետ մը գվայլեր, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկինքեն վեր բարձրացած։ Քանզի ոչ թե այնպիսի կահանայաբետ մը ունինք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգիցը լա, հաբա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Father, O God, Most High, who dwells in the highest of heavens. Father, O Lord, most exalted, beyond our thoughts and imaginations. We celebrate the victory of your Son, who has overcome death and saved us from the power of sin. We rejoice in his exaltation. Our great high priest has gone before, has entered into the Holy of Holies, and has opened up a way for us to follow. In his name, we too would enter into your eternal presence, for he is our priest forever after the order of Melchizedek. To him be all praise, together. Ամեն։ Խոնարհեցնենք մեր գլուխները, հոգիները, սրտերը աղոթենք։ Հաղթական հարուցյալ, փառավորյալ եւ համբարձյալ Տեր Հիսուս Քրիստոս։ Կփառավորենք քեզ, ամենագադեր, որ էիր եւ ես եւ թեր պիտի կաս, գորհնենք քեզ եւ կկոհապանենք քեզ, կպաշտենք եւ փառք կուտանք քեզի քու մեծափառությանդ համար, փառք կուտանք քու շնորհքիդ ճոխությանը մեծության կերազանցության համար, փառք կուտանք քու զորությանդ, որ նոր կործեր կործեցիր Քրիստոսի միջոցով, երբ մերելներեն հանեցիր զայն, եւ համբարձուցիր ու բազմեցուցիր քո աչ կողմդ երկնքի մեջ։ Ամեն բեդությունե, իշխանությունե, զորությունե եւ դերությունե ավելի վեր էինք, ու ամեն անունե բարձր է իր անունը։ Օրհնյալ ես դու Տեր։ Շնորհակալ ենք շնորհքիդ կերազանց ճոխությանը։ Շնորհակալ ենք, որ Հիսուս Քրիստոսի միջոցով անոր խաչելությամբ, հարությամբ, համբարձումով գագնգալենք նաև իրեն երկրորդ կալուստը, որ պիտի կա իբրև թադավոր, պիտի կա իբրև արքա, դերերու դեր, եւ թադե ամեն արարած։ Ով դեր, հիմա մենք շնորհակալ հոգիով եկած ենք քեզ, տեսնելու, ճաշակելու,
հայտնվիր մեզի, որպեսզի գրնանք քեզ հավելիով սաղմոսներ երգել եւ փարապարել եւ օրհնել, որտեւ դու արժանի ես ամեն բարգի։ Շնորհակալ ենք նաեւ, որ մեզ կբահես քո հովանի տակ չարեն եւ ամեն տեսակի նեղություններեն եւ նույնիսկ մեր նեղության ադեն մեզի հետ ես կսփոփես, կոնկնես եւ կմխիթարես քո հոգիից զորությունով։ Ով դե շնորհակալ ենք այսօրվա մեր հավաքույթին եւ պաշտամունքին։ Թող ինչպես որ թուն համբարձար երգինք, թող մեր հիմա մեր աղոթները, պաշտամունքը, խոսքերը, քարոզը, ինչ որ պիտի ասենք կամ անենք, թող ամենը անուշահոտ խունգի նման բարձրանան քո մոտ։ Լսես մեր աղոթները եւ պատասխանես քո կամքիդ համաձայն։ Հոգիովդ առաջնորդե մեզի հիմա եւ դուր ամեն մեկուս հայտնության հոգի։ Այս ամենը կխնդրենք շնորհակալ եւ կոհակալ սրտով քո որդիի անունով։ Ամեն։ Կրնակ նստի։ Շարունակենք պաշտամունքը երգելով մեր հաջորդ երգը Երթիվ 58 ով արարիչ հզոր։ Tu es che tronano, snore mezo pergich, lui sit mech penagil, mercords nella kes havidian sire. Ամեն։ Մեկ վարյան գուզեմ լուրուչան բահդալ բոլորիս, որ պատրաստենք մեր հոգիները աղոթքի, վերջ պիտի աղոթեմ եւ հայերենով, հայերենեն վերջնալ անգլերենով։
ով մեր երկնավոր Հայրը, որ արժանի ես ամեն փառքի ու բադվի, կուքան քեզի մեր այս պաշտամունքով փառավորելու Սուրբ անունդ, Սուրբ Աստված դեր զորությանց, շնորհե, որ մեր սրդերն ալ քու փառքովդ լեցվին, ինչպես ամբողջ դիեզերքը եւ մեր հոգիները դաջար դառնան քեզի, որբեսի քու Սուրբ հոգիդ հոմփ նագի եւ տուն մեր կյանքովը փառավորվիս։ Ով դեր, իջիր այսօր մեր սրդերուն մեջ, մաքրե եւ սրբակորձես անոնք եւ նոր արարածներ ընեմես։ Առաջնորդե մեզ ով դեր, քու երկնային լույսովդ, որբեսի կյանքի մութ ավիղներու մեջ չխարխապինք, մեղած շաղիվներու մեջ չինանք ու ուղարկես մեզի չդառնանք։ Քու Սուրբ Հոգիովդ առաջնորդե մեզ, այնպես ինչպես իսրայելցիք առաջնորդեցի Սինա անաբադի մեջ, ցերեգը ամբի ու գիշերը գրագի սյունով։ Դուր որ ամեն ուրեք եւ ամեն ադենք ու Սուրբ կամքիդ համացանք ալենք եւ ապրինք։ Դուր մեզի իմաստնություն, հասկնալու համբարձման խորուրդը, թե հասկանանք, որ թուն այն մարդու որդին ես, որ երկինք բարձրացար եւ նստեցար Աստծո աջ կողմը, եւ ես արքա արքաներու ամբողջ մարդկության թադավորը, քու անունդ բարձր է ամեն անուններեն վեր, եւ ամեն ձունկ պիտի թավանի, պիտի գոդրվի քու առջևդ, եւ ամեն մարդ պիտի թավանի, որ թուն ես միակ ճշմարիտ Աստծո որդին, ու ինչ մեծ ես տուն ով դեր։ Միևնույն ադեն ով դեր խոնարհապար գուկանք, խոստովանելու մեր մեղքերը, որովհետև գիտենք, որ բոլորս ալ մեղք գործած ենք եւ բացած ենք քու փառքեդ։ Գսկանք, թե մենք արժանի չենք քու որդիներդ կոչվելու։ Կանտրատարնանք, թե խոսքով ու գործով նաեւ երբեմն բադիվ չենք բերած մեր քրիստոնյա անունին։ Ով դեր զղջալով գխոստովանենք, թե մենք չենք կրծած ըլլալ այնինչ, որ գանչված ենք ըլլալու իբրև քու միածին որդուիդ անունը գրողները։ Իդես մեր մեղքերուն, ով դեր քեզ մեկը խնդրենք, որ ներես մեզի, եւ թողություն շնորհես մեր մեղքերուն։ Ներե մեզի մեր մեղքերը, հանցանքները, զանցարարությունները, թերություններն ու դգարությունները, որ գիտակցաբար կամ անգիտակցաբար կործած ենք, կամ ցուցաբերած ենք մեր առօրյա կյանքի մեջ։ Մարդասեր Աստված ողորմե մեզի մեղավորներուս, դուր մեզի լուսավորված խիղճ, ճշմարտասեր եւ արդարամիր միտք, աննգուն կյանք եւ անհորտող հավատք, որովհետեւ կհավատանք, որ հիմա դադարություն չկա Հիսուս Քրիստոսով եղողներուն, որոնք մարմնին համաձայն չեն ընտանար, քանի որ երկնքի հոգիեն օրենքը Քրիստոս Հիսուսով ազատեց մեզ մեղքի ու մահվան օրենքեն։ Շնորհակալ ենք քեզ, ով դեր որ թուն գներես մեզ։ Նաև գաղութենք այսօրվա պաշտամունքին համար, օրհնես պատվելի Իրանը, որ մեզի պիտի բերեք ու խոսքդ, իրեն նոր օծությամբ օծես, որ ինքեւ իր բերանը փանա եւ խոսքեր արդասանե քու հոգի ծորությամբ մեզ վերապորող փոխե եւ դա զորություն, որ ապրինք իբրև քրիստոնյա աշակերտներ։ Օրհնե մեր եկեղեցին ով դեր։ Աղոթենք ամեն մեկ անձի համար, որ հոս է, որ քեզ գսիրե եւ եկած է քեզմով լեցվելու եւ լսելու, քու խոսքեդ կշտանալու, խմելու գենթանի ճուրեդ, օրհնե անոնք, որոնք կլսեն մեզ անցանց։ Գաղութենք նաեւ ով դեր հիվանդներուն համար, դգարներուն համար, աղքատներուն համար, անդունիներուն համար, որպերուն համար, որպեվայրիներուն համար, բոլորին ով դեր քու հոգիովդ սփոփե զորացուր, նաև մեզի իբրև եկեղեցի զորացուր, որ գրնանք երթալ օգնել այնվեսիներուն, որտև թուն քու ապրած օրինակովդ այդ ցույց տվիր։ Մեզ ալ ոչ դե զորություն,
որ դառնանք աչփազուկ, օգնական բոլոր անոնք, որոնց հիշեցի։ Կխնդրենք նաև, որ հիվանդներուն ցավերը մեղմացնես, բժշկես անոնց, դայնապես, հոգեպես կամ մարմնապես։ Եվ նաև գաղութենք սգավորներուն համար, անոնք, որոնք կորուսունցուցած են սիրելիներ, իրենց հետ եղիր, սպոպե, զորացուր, հայտնվիր, որ գիտնան, թե իրենք մինակ չեն, ալ քեզ հետ են, նույնիսկ այդ դժվար պահին։ Գաղութենք նաև մեր երկրին Կանադային համար, ովտեր, նոր կառավարությունը, դուր իրենց իմաստություն, երկնային վերին իմաստություն, որբեսի ապրին քու խոսքիդ համացայն, որբեսի առաջնորդեն մեր երկիրը քու բադվինաններուդ համացայն, որբեսի Կանադան ըլլա լույսմա աշխարհի մեջ Հիսուս Քրիստոսին պարկ բերող։ Նաև գաղութենք մեր հայրենիքին, հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին եւ բոլոր սպիրկի հայության համար։ Աղոթենք մեր եկեղեցիներուն համար, հավատացյալներուն համար, ղեկավարներուն համար, առաջնորդողներուն համար։ Աղոթենք ովդեր որ մեր ամբողջ հայացքի դպրոցներուն մեջ, գազագերբություններուն մեջ, հաստատություններուն մեջ ճանչնան եւ տեսնենք ու թադավոր եւ մեծ թակավորը լալդ եւ ինչ որ ալնեն փառք բերեն քեզի իրենց ծառայություններով։ Քեզի կվստահենք ովդեր Սուրբ ոգի Աստված մեզի հետ եղիր հիմա, լեցուր մեզի քու ներկայությանդ, լեցուր մեզի քու զորությանդ եւ սիրովդ, որբեսի մենք կրնանք ավելիով սիրել քեզի, բաշտել քեզի, ծառայել քեզի, ուրիշներուն ծառայելով։ Կորձածե մեր եկեղեցին, ամեն մեկ անց իր կարողություններուն մեջ, որբեսի թուն փառավորվիս, թուն մեծարվիս եւ քու փառքը տլա ամբողջ աշխարհի վրա։ Այս ամենը կխնդրեմ Ascended Christ, how grateful we are that you ever live to pray for us, even now at God's right hand. We pray to you as Lord and we to you to the Father. Hallowed be your name. May your kingdom come, may your will be done. May all people have bread to nourish body and soul. May your people walk in the way of forgiveness and stand firm in the time of trial. May you with the Father and the Spirit receive all glory, now and forever. Amen. Շարունակենք պաշտամունքը երգելով հաջորդ երգը երգ թիվ 65 Կոհապանություն առ Աստված Աստված քեզ գերգր բարգեմ ու աչև թխոնարած դիվարիկներ ուսեցնող ակնախբյուր ամենք ու շնորհք վայեք Կարող ես քորձով շնորհով բյուբարյա Սկես սիրելու ըլալով շնորհագար
Ժամանակ ուտանք այսօր Աստծո խոսքը լսելու մեր շատ սիրելի Բադվելի Ռոն Թոմասյանեն, որ մեզի հետ է այս շաբաթավերջին եւ պիտի մասնակցի անշուշտ միսիոնարական գիրագինալ ամփոփ խոսք մբերելու ամբիդի կարոզե անգլերենով եւ ես վերջը հայերենով պիտի ամփոփեմ եւ գաճ ներկայացում ունեմ իր կարոզին։ Լսենք Աստծո խոսքը երկողացությամբ թող որ դերը խոսի Բադվելի միջոցով։ Բարի լույս, գողջնեմ ցեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ուրախ ենք խոսք գտնվել ցեր հետ, որ Աստծո խոսքը դան ցեզի այսօր. It's a blessing to be here with you. I always love being here with this congregation. It's a beautiful time, and it's such a joy, especially this time coming out for the occasion of Badveli Zorab's graduation, celebrating the continued journey he is on towards his ordination and towards his preparation for ministry. So, have you ever had the experience of being so thankful to somebody, so excited about what they have done for you, that you try to express it to them, and you can't even put all your words together. There's so many things you want to say about how thankful you are that you're just sort of stumbling over your words, and you're saying, "Oh my gosh, I'm just rambling, I'm just talking, I'm sorry, but I'm just so thankful for what you have done for me." Well, a little bit of that is what's going on in the passage from Ephesians that I'm going to read to you today. Paul is talking about his joy at seeing the Ephesians coming to the Lord. He's talking about how overwhelmed he is to God for the fact that he has taken these people who were living in darkness and sin, without hope, without life, and brought them into the light and life of God, and he's just overwhelmed with it. He's just filled up with it, and he's talking about it. He starts this thing with a word of thanks for them. And as soon as he thinks of them, he is awed by the work of God's grace. He spends the first 14 verses telling them about it. That God has chosen them. He has set them apart. He has adopted them as his children in Christ. He has put his seal of ownership on them. And then in verse 15, when you think, okay, he said enough about this, he's going to go on now and start teaching. You know, he always has this teaching, but at that point, he doesn't stop. It just keeps flowing out of him more and more and more. And he says, "For this reason, ever since I have heard about your faith in the Lord Jesus Christ and your love for all the saints, I have not stopped giving thanks for you, remembering you in my prayers. I keep asking that the God of our Lord Jesus Christ, the glorious Father, may give you a spirit of wisdom, revelation, so that you may know him better. I pray also that the eyes of your heart may be enlightened, in order that you may know the hope to which you have been called, the riches of his glorious inheritance in the saints, and his incomparable great power for us who believe." I mean, you could just take this apart piece by piece. There is so much in here. It is so powerful. But he says, for this reason, because of the amazing work that God has done in you, because I have seen this incredible work that God has done in bringing you into the light. Paul is thankful for two things here. He says, I am thankful that you have put your faith in Christ, and I am also
thankful that your faith is demonstrated in love for each other. So these people are not just starting out. He's saying, you are believers, but I know you are believers because of the love that you have for each other. You know, this is really something. You go and you say, well, there's a church, and they say, well, we're all believers. And you say, well, when people come into this church, do they feel the love? Is there love among the people in this church? Because the scripture said, those who do not love do not know God. The demonstration of our faith in Jesus is that we love one another. You know, I just noticed something as I was sitting up here on the pulpit, and I don't even know if it's an optical illusion. I don't know if it was intentional. I don't know if you can see it where you're sitting or if it's just from my perspective. And I don't know if you guys even know this or not, but this little space above us, from my perspective where I'm looking, is shaped like a heart. Do you guys see it where you are? Is it that way for you guys? They got to be up here. Okay, but where I am, you guys have a heart hovering over you. It's amazing the way I look at it. And I just pray, as Paul prays, that your faith in Jesus is demonstrated by that wonderful heart. Paul doesn't stop there, though. How often we are tempted to think that when we have accepted Christ, we have crossed the finish line. Whew, yay! I'm in now. I'm saved. That's it. Thank God. My job is done. No, he keeps praying for them. He keeps going. He keeps praying to the Father of our Lord Jesus Christ, and again, a beautiful thing, the glorious Father. Literally the Father of all glory. He's still lifting up and magnifying the name of God. He's still so awed that this glorious God has done this, the source of all things. Paul has heard about their faith and their love for each other. You think maybe that's enough? That's enough. They've confessed Christ and they have love for each other. But he keeps going. Now he prays for what? For God to give them a spiritual understanding of the true character and nature of God. Why? He says, so they will know him better. Do you realize the journey of the Christian is to first come to Christ and then spend your life getting to know him better? What does that mean? How do you get to know Jesus better? Paul says in Philippians 3:10, he says, my goal is to know Christ and the power of his resurrection. Paul was knocked down by Christ on the Damascus Road. He met him in person. Paul saw him. His faith journey started with Jesus knocking him off a horse on the way to Damascus. And yet now he says, I still don't know Christ well enough. My journey is to know Christ better. So what have you done? You came to know Christ. Thank you, Jesus. I'm saved. I'm in heaven. Are you on a journey to know Christ better and to know the power of his resurrection? You know, one of the things I tell people, there's two things we need to know, and Paul's going to tell us some other things we need to know. But in my mind, there's two things we need to know. The first is, how big is our hole? How big is your hole? How big is the hole that God has pulled you out of? Because for some of us, I feel like, we've been saved, but we think of the hole that God has pulled us out of as maybe a little hole that we couldn't get out of, and so Jesus bent over and gave us a hand and lifted us up. The bigger our hole is, the more we understand that our hole is an endless abyss from which we were sinking and falling hopelessly with no possible relief. Do we understand that? Sometimes we need to meditate on that and just understand where God has saved us from, and then to consider the cost that it took for God to do that.
Do we understand that God sacrificed his only Son, the beloved, divine Son of God? Think about that. I think what Paul is saying here is that we say these things. We sing hymns about these things. We talk about them. All hail the power of Jesus' name. But how real is it in our hearts? Paul is saying we need to know. The word know is used so often in the epistles. And again, we kind of gloss over it. You need to know this. You need to know that. So Paul does not want people just to be saved and then to stop there. He wants us to grow in our sense of awe and worship. I was thinking of an example. I was thinking to myself, we walk around outside. We walk around outside and we're busy with our days. We're doing our things. We're walking around. We're doing our work. We're driving our cars. We're going places. And, we are sitting in the middle of a miraculous world that was created for us. At night when we look up at the sky, we're looking into infinity. We're looking into an endless universe that was created by an amazing God. How often do we stop? We have to wait until we go on vacation and stand at the Grand Canyon. Oh, this is amazing. God is great. We have to wait until we make a trip to some beautiful place. So, I really encountered God there. You can encounter God in a flower. You can encounter God in a tree. You can encounter God by shaking your hand and saying, how the heck do I do that? How does my hand work? How does my brain work? Who created this? And yet we walk around. And what Paul is saying here is we do the same thing spiritually. We walk around, we sing the songs, we say the words, but we're so busy with our life, with our days, with everything we think is important that we don't really sink in and contemplate, take the time to understand all of these things. The cultural seat for understanding in that day and moral judgment was the heart. And so Paul says, I pray that God, isn't this beautiful, will open the eyes of your heart. Because we're walking around with our eyes closed, guys. We're walking around with our eyes closed in our hearts, not seeing God the way we should. And he says, I want God to open the eyes of your heart, to enlighten you, to truly grasp. And he says 3 things I pray for you to know. 3 things. He says, I pray for you to know the hope to which God has called you. So that's beautiful. You're saved. You have a hope. And this hope is unlike something that may or may not happen. It's like, I hope I win the lottery, or I hope I can go to the park tomorrow. This is a certain and assured hope. It has already been sealed by the indwelling of the Holy Spirit in the life of the believer. Christian hope is the glad anticipation of God's sure and certain promise. The promise is not in question. The only thing that's in question is the interval remaining before the fulfillment of the promise and the level of conviction that we have as believers in the promise. Because we will only live faithfully to the level that we have conviction that the promise God has given us is a sure and certain promise. The more we grasp that, the greater our joy and fruitfulness in his kingdom. Now this next one is really amazing. He says, I want you to know his glorious inheritance in the saints. That language is really interesting. I had to really study this to understand what he's saying here. He's just been talking about our hope, our inheritance, really. So we might think that he's continuing and talking about the same thing. Our adoption into God's family and eternal life. But the more I studied this, the more I understood it, I realized it's more likely that he is referring to us, to the church, as God's inheritance. He says, his glorious inheritance in the saints. Now follow this with me. God's people, the saints, are his portion.
God created us to be his inheritance. His joy and his glory is our fellowship with him for eternity. He created us. And why did he sacrifice his son for us? Because he wants his church to be his inheritance. He is filled with joy at the hope and the glory of spending eternity with us. We are that precious to him. How amazing that God should value so highly a ragtag group of sinners and rebels and prodigals like us. But it only makes sense when we understand that it's not our sinfulness, but Christ's righteousness that he sees in us. Paul prays that they might understand the depth of this truth. What does it mean to you that God cherishes you and God is looking forward to having fellowship with you in eternity? It's not just that you get to go to heaven, it's that God is waiting for you to get to heaven. God is so excited about you coming to heaven. And finally, Paul says, I want you to know the incomparably great power for us who believe. The incomparably great power. He describes it like this. He goes on, he says, the power is like the working of his mighty strength, which he exerted in Christ when he raised him from the dead and seated him at the right hand in the heavenly realms, far above all rule and authority, power and dominion, and every title that can be given, and not only in the present age, but also in the one to come. And God placed all things under his feet and appointed him to be the head over everything. This is amazing. This is powerful. He appointed him as head to be over everything for the church. Do you understand how much he's lifting us up? First of all, we are in his inheritance. And then he gives his son and lifts him far above all glory so that he can give him to us for the church, which is his body, the fullness of him who fills everything in every way. Folks, this is overwhelming, the things that he is saying here. His emphasis is not only on the incomparable power of God, but that this power is exerted, to the operation of his strength and might. It's amazing enough in its own right without even considering that it's all done for us. He created us. He planned from the very beginning to sacrifice his son for us. He is molding us and building us into his creation, into his inheritance, and we are cherished by him. The greatest example of this power is the resurrection. God raised Jesus from the dead, right? And we celebrate that Easter Sunday. We get excited. Christ the Lord is risen today. Christos haria vimerelots. Easter Day, we celebrate the resurrection, and then, we have a little excitement for a little while, then we go on. First of all, sometimes we forget the fact that Jesus was appearing to people for 40 days after the resurrection, which means he's still around now. If we were in the first century, he'd still be around now. Easter was how many? 3-4 weeks ago. Ascension Day is on Thursday, and today is Ascension Sunday. And see, Lazarus rose from the dead too. Other people rose from the dead. We don't celebrate their resurrections. Why? Well, their resurrections are exciting. They demonstrate the power of Jesus, but every one of those people got sick again and died. They all had second funerals. Jesus didn't do that. Jesus rose from the dead. He came back in his glorified heavenly body. He appeared in rooms where doors were locked. He had wounds on his body that he didn't have any pain from. And then he didn't die again. There's no tomb somewhere where we go and honor Jesus or put flowers on his grave. No, that's not it. Our Lord didn't die. If he had died, the resurrection would have been useless, because then he would have been just like Lazarus,
You can say, God raised him from the dead, but he died again. No, can't be. He ascended into heaven. And that's what sets his resurrection apart. And when he ascended into heaven, it was not only an ascent. God seated him at the right hand of glory. God put all things under his, purview and gave him power in every way. A position of authority and honor far above all others. In the highest possible position that can be imagined, the highest possible title, the highest possible name that can be given, the highest authority that ever has, does, or will exist. And sometimes, again, another thing we don't notice all the time is that when Jesus gives his great commission, he says, go make disciples of all nations, baptizing them in the name of the Father, Son, and the Holy Spirit. The reason he says that is because all authority has been given to me in heaven and on earth. He's talking about this. He's saying, I'm telling you, go out and tell the world about me because I have been set above all creation, all authority in heaven and on earth. It's amazing. But finally, it's not all. Look, he reiterates this amazing truth again. God has exerted his incomparable power to raise Jesus and place all things under his feet. And he's appointing him to be head over everything. All the universe, everything that exists, both seen and unseen. Why? It's just amazing. He does all of this, he says, for the church. For us. We are his body. So, I don't know if you can see the distinction here. He didn't make Jesus head over us. He made Jesus head over all creation. He made Jesus head over everything that is, was, and ever will be, both spiritually and physically. And then he said, this glorious head that is over everything, I'm going to give him to you. I'm going to give him to the church. And what do we do? What do we do? Do we even understand it? Do we consider it? Do we contemplate it? Do we realize this glorious head has been given to us in Jesus Christ? All the power of God is demonstrated in the resurrection and ascension of Christ and dwells in him for our sake. Not just for our salvation, but that so we might know him better and better every day of our lives. If you're sitting here today and you're saying in your heart, I know that I'm a believer. I know that I've put my faith in Jesus Christ and that I'm saved. That's fantastic. I don't want to belittle that in any way. Angels are dancing in heaven because of that. But I keep praying for you, as Paul prayed for the Ephesians, that God may help you continue your journey. That God may give you a spirit of wisdom and revelation that you may know him better. That he may open the eyes of your heart so that you may walk more confidently in the sure and certain hope of which he has called you. That you may be awed by the fact that God cherishes you as part of his own glorious inheritance. And that you may experience daily the incomparable power of God exerted in Christ on your behalf. Today is Ascension Sunday. It's a Sunday that often is forgotten in many churches. We celebrate Easter, and then the Ascension, we don't even think about it. But without that Ascension, Easter is useless. If Jesus didn't ascend, we might as well not sing the songs on Easter. It's a day that reminds us of some glorious truths about our God and ourselves. In the Ascension, Christ is made head of all the universe, and then all his glory and power is given to us, his church, to be our head, our bridegroom, to love us and cherish us and share ourselves with him forever. I think about a bride. I think about what a bride does to prepare for a wedding. How a bride prepares herself by buying a beautiful dress, doing her hair just right,
making herself look beautiful, thinking about how she's going to look when she opens that door and walks down the aisle to meet her fiancé. And I think about the church and I say, we're heading for a wedding, guys, and we are the bride. We're the bride. And our groom is the Lord of all heaven and earth. How do we prepare ourselves for him? How do we make ourselves beautiful for him? How do we make ourselves look good for him? And I think that should be the contemplation of our hearts every day. The more deeply we understand these truths, the more deeply we will worship and serve our amazing Lord. May we spend our lives in the pursuit of knowing him better and being filled with the fullness of him who fills everything in every way, that we may live in confident hope of the glorious power that is ours in Jesus. To him be all glory and honor forever and ever. Amen. But Willie, thank you. I was blessed, and I'm sure most of us were blessed. But you put a big burden on me now to say everything you said in Armenian. Ես կհավատամ, որ Աստված ճշմարիտ է եւ գործե, որովհետեւ ցեզ մե ոմանք այսօր ավելի քիչ լուսավորված են, քան ուրիշները, որովհետեւ մենք Եփեսացիս գիրքը ուսումնասիրենք Սուրբ Սերդողության ադենը եւ այս բոլորին վրային ծևոմը խորացանք եւ անցանք անոր համար որոշը ցեզ մե քիչ ավելի օրտնված պիտի լան թերևս կսեմ այդ որբեսի ճագերդալ նախանց արտնցնեմ ծեր մեջը որ դուք ալ մասնակցիկ եւ դուք ալ ուզեք ճանչնալ Աստծո խոսքին մեծությունը եւ ճշմարտությունը ուզեմ ընթերցել համարը եւ վերջը շատ ամփոփ ձևով ներկայացնել թեև ինձ համար դժվար է ամփոփ ձևով ներկայացնելը որովհետեւ սրտի շատ կխոսին բայց պիտի փորձեմ այդպես անել միշտ ինչպես ասած եմ Աստծո խոսքը իմ խոսքից շատ ավելի կարևոր է եւ զորավոր է ուրեմն ընթերցեմ Աստծո խոսքը լսենք երկուղացությամբ Եփեսացիս գրքին առաջին գլխուն 15-ն 20-րդ համարները Բողոսն է խոսողը ուստի եսալ լսել ես յետք Դեր Հիսուսի վրա ծեր ունեցած հավատքին ու բոլոր սուրբերուն հանդեպ ծեր ունեցած սիրույն մասին չեմ թատրիր շնորհակալ ըլլալե ցեզի համար հիշելով ցեզ իմ աղոթներուս մեջ որովհետեւ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի Աստվածը Փառքի Հայրը դա ցեզի իմաստության եւ հայտնության հոգին իր գիտակցությամբ որովհետեւ ծեր մտքին աչքերը կամ հոգին աչքերը սրդին աչքերը ներողություն լուսավորվելով գիտնակ թե ինչ է անոր գոչումին հույսը ինչ է անոր ժառանգության փառքին ջոխությունը սուրբերուն մեջ եւ ինչ է իր զորության քերազանց մեծությունը հավատացյալներուն մեջ կորզատրության համեմատ իր ուժեղ զորության որ նոր կորձեց Հիսուս Քրիստոսի մեջ երբ մերելներեն հարուցանեց այն ու բազմեցուց իր աչքոմը երկնքի մեջ ամեն բեդութենե իշխանութենե զորութենե եւ դերությունե շատ ավելի վեր ու ամեն անուն է վեր որ գանվանվի ոչ միայն այս աշխարհի մեջ հաբա նաեւ քալիքի մեջ դրավ ամեն բան անոր ոտքերունդակ ու դվավ զայն իբրև գլուխ ամեն բանի վրա եկեղեցին որ անոր մարմինն է լուրումը անոր որ գլեցնե ամեն ինչ բոլորի մեջ Հոգի Աստծո լուսավոր է մեր մտքերը բաց մեր սրդերը մեր սրդին աչքերը ինչպես որ խոսքդ կսե որտեղ մի անտուն գրնաս այս ճշմարտությունները խոսիլ մեզի եւ հասկացնել Ուրեմն հոսքը դեսնենք Պողոս Արաքյալ ինչպես պատվելին ասավ որ գաղոթե Եփեսիո ժողովրդի եկեղեցին համար եւ այսօր գաղոթե մեր եկեղեցին համար Գաղոթե եւ Աստծո շնորհակալություն եւ փառք կհայտնե մի քանի բանի համար Առաջին
անոնց ունեցած հավատքին համար։ Որ այդ եկեղեցին այդ օրը ունեցած էր հավատք, երկրորդ գլուխի մեջ ավելի կխոսի թե ուրդեղեն ազատեց եւ ինչ հրավ եւ դվավ հավատք, եւ երկրորդ կխոսի որ անոնց հավատքը ինչպես կցուցաբերվի։ Ինչպես։ Գսե ծեր սերը իրարու հանդեպ։ Ուրեմն փառք ու դասու անոնց հավատքին համար, փառք ու դասու անոնց իրենց հանդեպ ունեցած սերին համար։ Ոչ միայն եկեղեցի անդամներուն իրարու հետ սեր ունենալու համար, այլ եկեղեցի, այսինքն Աստծո ժողովրդին հետ սեր ունենալու համար, մարդկության հետ սեր ունենալու համար։ Եվ նույնն ամեզի գսա այսօր եւ մենք կվերակրենք մեր մասին, թե մենք որքան ունենք հավատքի իբրև եկեղեցի եւ որքան սեր կցուցաբերենք իրարու եւ ուրիշներուն հանդեպ։ Գշարնագե ասելով, որ մենք արդյոք կրնանք ինչպես կրնանք ավելի ճիշտ հասկանալ թե Պողոս Արաքյալ ինչ գաղոտ է։ Երեք բան գաղոտ է վերջը, շարունակե, գսե չեմ թատրի շարունակել է։ Ունիք հավատք բրգված եք սերցույց կուտակ, բայց կշարունակե աղոթել եւ երեք բան գխոսի հոն։ Առաջինը գսե որբեսի ճանչնակ Աստծո։ Եվ այդ ճանչնալ Աստծո գսե ինչպես կլա, երբ որ Աստված հայտնություն գնե իր իմաստությունը մեզի։ Երբ որ Աստված իր հայտնությամբ կուկա մեզի, այնադեն կսկսենք մենք Աստծո ճանչնալու։ Եվ անիկա ըննալու համար պետք է մենք անդրադառնանք, թե Աստված ինչեն մեզ ազատած է։ Բադվելին օրինակ դվավ ասելով, որ ամենք սալ փոսի մեջ էինք։ Եթե մենք գիտնանք այդ փոսին մեծությունը, խորունգությունը եւ այդ փոսը ինչ չափ վտանգավոր էր, այնադեն մի անգրնանք հասկանալ, որ մեկը երբ որ քեզի փոսեն հանած է ինչ ըրած է քեզի համար։ Երիսուս դեմ Փարիսեցին հետ տեսնված ադենը բորնիկ մգուկա եւ գսկսի իր ոտքերը համբուրել եւ անոր գսե մեղքերդ ներված են եւ Փարիսեցին գսե ինչ ըրիր։ Շատ արագ մգբատ մեկը գսե եթե մեկը $500 բարդ կուներ մեկումը եւ մեկը $5 միլիոն բարդ։ Երբ որ մեկուն բարդ երկուքին բարդ կկոծվի, ով ավելի շնորհակալ բիդլա բարդ կոծողին։ Ասա անշուշտ $5 միլիոն ունեցողը։ Սա ասորնեգի $5 միլիոն ունեցողներ։ Գիտեր որ իր բարդքին դագեն չեր գրնար ելել, այդ փոսի մեջ են չեր գրնար ելել, բայց քանի որ մեկը իրեն համար այդ փոսը լեցուց եւ հանեց իրեն, այնադեն այնքան շնորհակալ է։ Հիմա Աստծո իմաստությունը հասկանալու, ճանչնալու իրեն, պետք է մենք հալ հասկանանք, թե ուրդեղեն մեզի հանած է Աստված։ Ինչեն ազատած է մեզի Աստված։ Ամեն մեկը դու կրնակ անդրադառնալ։ Եվ երկրորդ կսե հասկանալու համար պետք է գիտնանք, թե ինչ զոհողություն կատարված է այդտեղեն հանվելու համար։ Ինչ զոհություն։ Անմա հաստվածը մահկանացու եղավ, որպեսի ես եւ դու նոնդեղեն դուրս գանք։ Մահկանացու մարդու գուզե անմահ մնալ, անգասկած չի գրնար մնալ մինչև Հիսուս Քրիստոսին ունենա, բայց անմահ Աստվածը, որ պետք չուներ մահանալու, այդքան սուղին այեցավ, որ ինձի եւ քեզի այդ փոսեն դուրս հանե։ Երբ որ մենք կգիտակցենք անոր Աստծո ճշմարտությունը, հայտնությունը գուկա եւ գճանչնանք իր մեծությունը, այնադեն է որ կրնանք ավելի սիրով ապրիլ իրարու հետ եւ մեր հավատքի մեջ զորանալ։ Երկրորդ կսե գուզեմ որ ծեր սրդին աչքերը բացվի։ Ես գիշեմ առաջին անգամ դարձիկալես վեճ արա եղբայրը աղոթեց ինձ համար ասա որ թող որ մեր սրդին եւ հոգին աչքերը բացվի։ Եվ ես ոնց խորից աչ։ Որ աչքերը ես երկու ադունի մարդ եմ գպավե ինչեր կտեսնեմ որ դա հոգիդ եւ սրդիդ աչքերը գուզես բացվի որովհետեւ գրնաս տեսնել Աստծո ճշմարտությունը եւ մեծությունը եւ ինչ կատարած է եւ այնով երբ որ գբացվին այդ աչքերը մենք կսկսենք ճանչնալ թե ինչ է մեր հույսը որ անտրած է մեզ համար ինչին համար է որ ես կապրիմ սուդ եւ փուչ խոստումներու թե Աստուծո ճշմարիտ իրական խոստումին որանգը գադարե եւ գադարած է եւ թեր պիտի կարե երբ որ ամբերուն վրայով парքով պիտի կա այդ անգամ այդ խոստումը պիտի լա մենք ենք որ երբեմն կգասկածենք պիտի կա չի կա երբ պիտի կա ուր է ինչու չկա Աստված իր խոստումները պիտի կարա ես եթե այդ հույսով կապրիմ որ ամ պիտի կա եւ պիտի թմավորեմ զինք ամեն ինչով իբրև եկեղեցի իբրև անց գուզես նվիրվիլ իրեն եւ ծառայել
Եվ վերջապես կսե գաղութեմ ցեզի համար, որբեսի հասկնաք, թե մենք իբրև ժողովուրդ, իբրև եկեղեցի ներողություն, Աստծո ժողովուրդ, Աստծո փառավորյալ ժառանգությունն ենք։ Մենք Աստծո ժառանգությունն ենք։ Մենք Աստծո հետ ժառանգագից ենք Հիսուս Քրիստոսով, բայց միևնույն ադեն մենք Աստծո ժառանգությունն ենք, այսինքն ինչպես մեծ հայրը գտեսնե իր ժառանգը, երբ որ գծկե իր զավակներուն, եւ թորներուն, եւ զորերուն, գուրախանա։ Սա որ ինչ լավ մարդոց ցերքի մեջ է իմ ժառանգս։ Աստվածալ նույնպես կսե Պողոս Արաքյալ, երբ որ գտեսնե մեզի, որ մենք իրեն ժառանգորդներն ենք եւ գաբրինք իր գամքին համաձայն եւ գկործենք իր գամքին համաձայն եւ գսիրենք իրարու գուրախանա վերեն։ Եվ Պողոս Արաքյալ փառք տալ համար։ Հիմա պատվելին հիշեցին մեկ վարյան ըմբռնե ինչ է խոսվածը։ Չարզին ժառանգությունը չենք թակավորին։ Ոչ ալ չեմ գիտեր որ անցին։ Դիեզերքի ստեղծագործ արարիչին ժառանգությունն ենք, որուն ինքը մեզի տեսնելով գուրախանա, երբ որ մենք կապրինք իր փառքին համար։ Ով չուզեր այդպիսի ժառանգորդ լալ։ Եվ ոչ թե միան լալ, այլ ծառայել եւ գործել։ Եվ Պողոս Արաքյալ գամփոփե եւ գսե ես ալ ամփոփեմ, ասե մեկ բան ալ գուզեմ ճանչնաս։ Աստծո զորությունը։ Սուրբ Գրքի սերդողության ադենսի օրինակ դվի, որ հրթիրմը վեր թրցնելու համար այդ հրթրին ծանրությունը 4.5 բիլիոն տոն է։ Այդքան ծանր է եղել։ Անի վեր վերցնելու համար գիտեք որքան զորություն պետք է գրեթե գրտնապատիկը 7 բիլիոն տոն ուժ պետք է որ այդ հրթիրը վեր հրե։ Հիմա այդ մեծությունը Աստծո զորության դե բարապան է։ Որովհետև Աստված մերելներեն մերած մարդեն գրնա զորությամբ իր հարություն տալ եւ ոտքի անել։ Եվ որ հասկանանք այս զորությունը, որ Աստված գործե մեր մեջ, իր որդին գենթանությամբ, իր որդին հարությամբ, այն ադեն գխոնարին։ Այն ադեն գսեմ ով ես տուն, որ մեր մեջ կուզես կու զորությամբ պտկալ հայտնվիլ հոգիովդ, որպես ես քեզ ճանչնամ եւ քեզ պաշտեմ։ Ինչ մեծ ես տուն եւ հրաշալի ես ովտեր։ Պողոս Արաքյալ այդ գողոտ է եկեցին համար այդ օրը եւ այդ գողոտ է մեզ համար հիմա այսօր Սուրբ Հոգին, որ մենք ճանչնանք այդ զորությունը։ Եվ երբ որ մենք այդ զորությունը կճանչնանք եւ Աստծո որդին համբարձումը այսօր կհիշենք, որ անմարնաբես վերելավ։ Մարնաբես վերելավ եւ մարնաբես ետ պիտի կա։ Երբ որ մենք այդ զորությունը կճանչնանք, կտեսնենք, որ Աստված Հիսուս Քրիստոսին նստեցուցած է իր աջ կողմը իբրև քերիշխան ամեն ինչի վրա։ Եվ եկեղեցին գլուխն է եւ այդ զորությունն մեզի գուտա։ Այդ զորությունն մեզի գուտա։ Դու որ մեզի հետ հարաբերողները այդ զորությունը տեսնեն։ Եվ ոչ տեսան ասոն կալ եկեցի կացող եկող մարդիկ են ինձի պես իրենց, իրենք կիրագի որ եկեցի երտան ես ալ հակի գտիդեմ։ Այդպես չէ Աստծո զորությունը։ Ու մեգումը կանտիպիս ադաստո զորությունը մեջ այդ պիտի տեսնեք կուսերետ, ծառայությունետ, խոսքերետ, վարվերագերբետ եւ գիտնա որ դու համբարձյալ եւ հարուճյալ Քրիստոսին ժառանգորդն ես։ Օ հալելույա։ Ինչ մեծ ես դու ովտեր։ Եվ որքան ողորմած ես։ Պատվելին վերջացուց օրինակ մտալով եւ ես կուզեմ մենք այդ օրինակով այսօր ավարտենք մեր պաշտամունքը։ Ամուսնացող գիները եւ տեխնազու հարսերը բոլորը դալ գիտեք թե ինչպես է այդ օրը ցեզի համար։ Պեսաներն հալ ուրիշ ձևով գիտեն, բայց հարսերում մասին օրինակ բերա, որ հարսը ինչպես կպատրաստվի, ինչպես կտասավորվի հոգիով եւ իր ցեվագերբության մեջը այդ օրվա ամուսնության օրվա Պեսային հանդիպելու։ Մանրամասնություններ դուք երևակայեցեք եւ գիտեք, հիշեցեք։ Նույնպես ալ եկեղեցին Աստծո հարսն է, Սուրբ Գիրքը գսե։ Ինչպես կպատրաստվենք մենք դիմավորելու մեր ամենամեծ Պեսան, երկնքի եւ երկրի վրա, Տեր Հիսուսին եւ որ պիտի գա։ Գես կդրուկ, անհոգ, հոգնած,
Թե գայդարի զորությամբ լեցուն խանտավարված ամենակեղեցիկ ձևով ներկայացված սպասելով որ ով արքա փեսա Եգուր Շնորհակալ ենք որ մեզի զադած ես իբրև հարս իբրև եկեղեցի եւ գուզես կործել քու զորությունդ եւ հարությանը զորությունը ցույց տալ մեր միջոցով Համբարձյալ Աստված փառք ու տանք քեզի աղոթենք Երկնավոր Հայր շնորհակալ ենք քու խոսքիդ Ճշմարտությանդ, իմաստությանդ համար, որքան խորունգ են մենք ինչալ խոսենք, ինչպես ալ արտահայտենք, միան քու հոգիդ է որ գրնա մեզ հասկացնել այդ քու հայտնությամբ է որ մենք կրնանք ընկալել։ Դու որ հիմա ինչ որ արտասանեցինք, հասկանանք թե ինչ է քու քեզի ճանչնալը, քեզի հետ ըլլալը, քու զորությունդ, հարության եւ համբարձման, թե տունես եկեղեցին գլուխը, տունես փեսան, որ մեզի կսպասես իբրև հարս Եվ դված ես քու իշխանությունդ մեզի, որպես այս աշխարհին վրան կործենք, տարածենք բարի լուրդ, ավետարանդ, քու մեծությունդ, քու սերդ եւ ողորմությունդ։ Շնորհակալ ենք ով Տեր։ Թվիր մեզի, կործածե մեզի, միան եւ միան քու բարքիդ համար։ Այս ամենը կխնդրենք որդի Սուրբ անունովը։ Ամեն։ Շարունակենք պաշտամունքը, երկելով մեր Հաջորդ երկը, «Ո ինչ հրաշք մեծություն ես»։ Գրնակ երկել իրենց հետ։ Մեծություն ես, ինչ բարավոր օրհնություն ես, քեզի նայիր, քեզի Իմ Իսուս, o ինչ հրաշք մեծություն ես, ինչ բարավոր օրհնություն ես, քեզի նայիր, Եսուսամ, իմ Իսուս, ցայնդ վերցուր, Տերը օրհն է, ցայնդ վերցուր, անորոթն է, ցայնդ վերցուր, իմ եղբայր եւ իմ քուր, ցայնդ վերցուր, Տերը օրհն է, ցայնդ վերցուր, անորոթն է, ցայնդ վերցուր, իմ եղբայր եւ իմ քուր, եկ միասին Տերը բաշտենք, եկ միասին Տերը կողենք, եկ միասին մտնենք անոր սրբարան, եկ միասին Տերը բաշտենք, եկ միասին Տերը կողենք, եկ միասին մտնենք անոր սրբարան, ցայնդ վերցուր, Տերը օրհն է, ցայնդ վերցուր, անոր կով է, ցայնդ վերցուր, իմ եղբայր եւ իմ քուր, ցայնդ վերցուր, Տերը օրհն է, ցայնդ վերցուր, անոր օրհն է, ցայնդ վերցուր, իմ եղբայր եւ իմ քուր, ցայնդ վերցուր, իմ եղբայր եւ իմ քուր։ Ամեն։ Մինչ եղանակ մը գնվակվի, պատրաստենք մեր սիրո նվերները։
Համբարձյալ եւ հարուցյալ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քու բոլոր բարիքներուդ համար ով Տեր։ Շնորհակալ ենք, որ դու քեր իշխան ես եւ ամեն ինչ քու գդե եւ քեզի կպատկանի։ Ինչ որ ենք եւ ունենք բոլորը քու գդեն։ Շնորհակալ ենք, որ գործնես մեզ ամեն տեսակետով։ Հիմա ընդունիր մեր այս համեստ եւ խոնար նվերներով Տեր։ Թող որ օրտնվին անոնք կործածվին քու թակավորությանը համար, քու փառքիդ համար եւ քու բարի լուրը դարածվելու համար։ Օրհնե քու անունով կխնդրենք այս ամենը։ Ամեն։ Գողջունեմ ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամենան առաջ գուզեմ շնորհակալություն հայտնել վերաբատվելին, որ ներկա եղավ այս շաբաթավերջը միասին ժամանակ անցուցինք, օրհնվեցանք իր ներկայութենեն եւ շնորհակալ ենք այսօրվա պատկամին համար, որ մեզի բերավ Աստծո խոսքը։ Բատվելի մեր եկեղեցին գողմեն մեր ողջույնները գփոխանցենք վերաբատվելի Հենրիկին եւ վերաբատվելի Կալվին Սաղիրյանին մոդերեյտորին եւ բորդի բոլոր անդամներուն հայտնելով մեր շնորհակալությունները։ Կշնորհավորենք Բադվելի Զորապ Սարգսյանին, որ երեք պաշտոնապես ավարտեց եւ ստացավ իր աստվածաբանական համալսարանի վկայականը, որ նաեւ իր դարետարցներ երեք։ Այս զույգ արիտներուն համար կշնորհավորենք Բադվելին եւ մեր աղոթքն է, որ անհաստատ եւ հավատարիմ մնա Աստուծո ջանքուն մեջ եւ շարունակե Աստվածահաճո ծառայությունը Աստուծո փառքին համար։ Դեր օրհնե քեզ Բադվելի եւ քո ընտանիքը։ Այս պաշտամունքեն յետ բոլորը հրավիրված եք դոկտոր Մովսես Ջամբազյան սրահը հյուրասիրության համար, որ մեզի գուկա Ավետարանչագանի հանձնախումբին գողմեն, որ նաև պիտի ներկայացնեն Ավետարանչագանին ծրագիրները։ Դիգիններու եւ օրորտներու հadouk աղոթաժողով 4-րդ դասընթացը որտեղի պիտի ունենա ուրբաթ 30 մայիս երեկոյան ժամը 8-ին։ Միևնույն գիշերը եկեղեցվո մեջ դեղի պիտի ունենա փառաբանության պաշտամունքը։ Բոլորը հրավիրված եք ընտանյոք պաշտելու Աստված միասին։ Հունիս 1 քալ գիրագի Գիրակնորիայի բարձր դասարանի աշակերտները գավարդեն, անոնք իրենց վկայությունները պիտի բաժնեկցին մեզի հետ։ Ներկա պիտի լան այս պաշտամունքին եւ թուգալ կաչալերենք որ ներկա ալակ կաչալերեք զիրենք եւ փառք տանք Աստուծո իրենց նվիրումին համար։ Գիրագի հունիս 8-ը Գիրակնորիա դբրոցին վերջին գիրագին լալով ըստ մեր սովորության Գիրակնորիայի աշակերտները պիտի միանան մեր պաշտամունքին եւ բաժին պիտի բերեն պաշտամունքի ընթացքին։ Ուրբաթ 13 հունիս Կանադայի Ավետարանչական միությունը գհրավիրեց ցեզի տասախոսությանը, որ պիտի ներկայացնե դիար Ռոնալդ Ալտունի, նյութ ունենալով Հայաստանի վանքերու եւ եկեղեցիներու մասին, լուսանկարչական ուխտակնացություն, բոլորը սիրով հրավիրված եք։ Նաև չմոռնանք մեր եկեղեցվո աղոթաժողովը, որ ամեն չորեքշաբթի տեղի կունենա եւ գուզենք որ քաչալերենք ցեզի որ դուգալ միանակ այդ աղոթաժողովին, որ ներկաներուն գրնակ հարցնել թե ինչպես գործնվին եւ գոկտվին այդ աղոթաժողովներու ընթացքին, այնպես որ բոլորը հրավիրված եք այդ աղոթաժողովներուն։ Նաև չմոռնանք մեր եկեղեցվո դարեգան պիկնիկը, տաշտակնացությունը, եկեղեցին COVID-19-ով դեղի պիտի ունենա այս տարի եւս
Գիրագի 15 հունիսին եկեղեցու 65-րդ դարեդարձին արիթով բոլորը հրավիրված եք։ Շնորհակալություն։ Սիրելի եկեղեցի, ես շատ շնորհակալ եմ, զգացված եմ իմ ճանապարհորդությանս մեջ հավատքի ձեր ամեն մեկը իր ներդրումը ունի, ես վստահ եմ այդ ձեր աղոթներով, քաջալերանքներով եւ ձեր հարաբերություններով։ Այդ զապարությունը ձեզի ալ գերտա, շնորհակալ եմ Աստուծո ալ փառքուդամ, որ ինձի գուզե կործածել իր փառքին համար։ Միան մեկ բան հիշեցնեմ միսիոնարական գիրագին համար հիմա բոլորը հրավիրված եք մուտքը ազատ է եւ գրնակ ձեր ներդրումները բերել գիրագնորյա երդասարտած դարեցներ երդասարտներ բոլորը միսիոնարական կորձը բոլորիս տրված է անհատներու չէ դրված որ միան երկրեմը երգիրը երթան ամեն մեկս մեր միսիոնարական կորձը գրնան կնել Բադվելին եւ ես պիտի չի ծերնվենք այսօր դուրին հանդեպ ներողամիտ գտնվեցեք որովհետեւ Ձերնարգեն վերջ բադվելին պետք է ամիջապես մեկնի, որպեսզի հասնի իր թրիչքին։ Բայց հոն ինչապ որ գրնակ առանց իրեն ավելորդ ժամանակեն խելելու դեսնվեցեք ձեր օրհնությունները դվեք իրեն, որ ինքը ամփոփ պատկամը բերել են վերջ մեկնի։ Եկեք հիմա բոլորս ողնգայս ծերունական աղոթքով ավարտենք մեր այսօրվա պաշտամունքը։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից May the Lord bless you and keep you May the Lord shine his face upon you and give you grace May the Lord turn his face toward you and give you peace Եվ իմ Հոր Աստծո սերը Դեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը մեր բոլորին հետ լա ջանշնալու անոր հարության զորությունը իմաստության հոգիով հիմա եւ միշտ Հավիտյանս ամեն երթակ խաղաղությամբ